Բարևարկելի հեռուստադիտողներ, ողջունենք ձեզ հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմէ եւ կթողարկենք մեր հերթական շաբաթական հաղորդումը։ Վստահ եմ գրեթե բոլորիս կարծիքով համաձայն պիտի լինենք, որ որպես ազգ մենք կփոլորենք շատ ճակատագրական ժամանակաշրջանը, թե Հայաստանի եւ թե Սփյուռքի բարակային, եւ գտիմակրավենք շատ խնդիրներ, մարտահրավերներ։ Սփյուռքի բարակային օրինակ ամենեն հրադապ հարցը այս վերջին շրջանին մանավանդ քեսաբի կամ ընդհանուր սուրիահայության վիճակն է, անգախ անշուշտ Սփյուռքի սովորական մարտահրավերները միշտ կան, հայ մնալու, հայ ինքնությունը բահելու եւ այլն, հայ լեզուն եւ այլն, Հայաստանի բարակային նույնպես ահավոր վիճակային դեղ արտահայտված արտակախտով եւ ժողովրդի մեծամասնության անհուսալի վիճակով։ Խնդիրը այստեղ որոշելն է, թե այս խնդիրներու մեջ են, որոնք են մեր առաջնահերթությունները եւ մեր ուժերը ուր առավելակույնս պետք է գետրոնացնել։ Համոզված լալով, որ դգար Հայաստանը նաև դգարացնե Սփյուռքը, հայկական վերածնունդ շարժումը այդ ուղղությամբ որոշ քայլեր գարնե Սփյուռքի մեջ եւ վերջին այսպես ասած ծրագիրը, որ ներկայացուց Թորոնտոյի մասնաճյուղը, այն սեմինարներ, որ 10 օր առաջ դեղի ունեցավ, նույն ինքն Թորոնտոյի մեջ, խորագրված Corruption in Armenia, որում մասնակցեցան Հայաստանեն թե Սփյուռքեն մասնակիցներ եւ դվին իրենց ախտաճանաչումները եւ նաեւ լուծումներու ծրագիրներ։ Corruption ընդհանրապես գներգացի որպես կաշառագերություն, բայց սխալ է, կաշառագերությունը bribery-ն է։ Corruption-ը ավելի իրականության խեղաթյուրումն է, եղձումը։ Ճիշտ բառը հայերենի մեջ եղձում բառն է, որքան որ գիտեմ առաջին գործածող եղած է Եզնիկ Կողբացին իր նշանավոր եղծ աղանթոց կրկով, որ կնշանակի թե ինչպես մարդիկ այդ իրականությունը գրոնքը գեղձեին աղանթներով միջոցով։ Ամենայն դեպս ուրեմն Թորոնտոյի մասնաճյուղի այս ներկայացած սեմինարեն մոտ 4 րոպեանոց հաղորդումը պատրաստացենք դեսայրիզմը, որ գուզենք ներկայացնել ցեզի, որպես մեր այս հաղորդման բացման բաժին, առաջին բաժին, եւ անգեյետ պիտի դանք մեր տպավորությունները գարջ այդ մասին ու պիտի անցնենք առաջ։ Ուրեմն ներկայացնենք այդ 4 րոպեանոց դեսայրիզը։ 2014 թվականի մայիսի 31-ին Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ կոռուպցիան Հայաստանում լուծման ուղիները եւ Սփյուռքի դերը խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր հայկական վերածնունդ շարժման Կանադայի մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Համաժողովը նշանավորեց Հայաստանի ներքին խնդիրների նկատմամբ Սփյուռքի ավանդական մոտեցումներից կտրուկ շրջադարձ։ Սփյուռքի հետաքրքրությունների կիզակետում ավանդաբար գտնվել են օտար իրականության պայմաններում հայկական ինքնության պահպանման եւ ցեղասպանության հետ կապված խիստ կարեւոր խնդիրները։ Սակայն այս խնդիրների քննարկումները սովորաբար առանձնացվում են ժամանակակից Հայաստանի ներքին հիմնահարցերի շոշափումից, նկատի առնելով նրա իդեալական կերպարի գրավչությունը չթույլատնելու ենթադրյալ վտանգը։ Նման մոտեցումը ոչ միայն թույլ չի տալիս տեսնել հայկական ինքնության պահպանման եւ նորացման ուղիները, այլև նպաստում է հայաստանյան իրականության շարունակական այլասերմանը։ Այս համաժողովը առանձնացավ ներկայիս հայաստանյան իրականության թերևս ամենացավոտ խնդրի՝ կոռուպցիայի, դրա հետևանքների եւ դրանից ազատման ուղիների շուրջ քննադատական մոտեցմամբ անկաշկանդ եւ բաց քննարկումով։
Գիտական խստությամբ հավաքված վիճակագրական հարուսնյութի հիման վրա պատրաստվել են երկու զեկույցներ, որոնք ներկայացրեցին Բրոնու Ինբեստը եւ Արժան Հոկտանյանը Transparency International կազմակերպությունից եւ ԱՄՆ-ից Վլադիմիր Շեկոյանը Policy Forum Armenia։ Այս զեկույցները փաստեցին Հայաստանում կոռուպցիայի քանակական եւ որակական անմխիթար պատկերը։ Ըստ այդ զեկույցների, Հայաստանում կառավարման համակարգը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ, երբ երկրում գործող քաղաքական եւ դատաիրավական համակարգերի ախտահարված վիճակը հանգեցնում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 35%-ի անհետացմանը, երկրի բնակչության համատարած աղքատացմանը եւ այն կանգնեցնում գոյութենական ճգնաժամի առաջ։ Վերջինիս արտահայտման չափորոշիչներն են արտագաղթի ահագնացող պարամետրերը, որի գիտականորեն բարեխիղճ հետազոտությունը ներկայացվեց Կամո Մայիլյանի կողմից, Քոլոլյան հիմնադրամ, Կանադա։ Ըստ էության, հայության զանգվածային ելքը իր պատմական հայրենիքի վերջին կտորից պետք է բնորոշվի ոչ այնքան արտագաղթ, որքան ամայացում եզրով, քանի որ այն ահազանգում է ոչ միայն Հայաստանի պետականության հնարավոր կորստի վտանգի մասին, այլև հայրենիքի հայազրկման եւ ամայացման մասին։ Հարկ է նշել, որ միայն կայուն, եթե ոչ աճող բնակչության պայմաններում կարող է գոյատևել նման բարդ աշխարհաքաղաքական շրջապատում գտնվող երկիրը։ Հայաստանից ժամանած փաստաբան Արտակ Զեյնալյանը, Քոլոլյան հիմնադրամից Վահան Քոլոլյանը եւ նախախորհրդանի համակարգող Գարեգին Չուկազյանը խոսեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար արմատական լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։ Արտակ Զեյնալյանը ներկայացրեց դատական կոռուպցիայի պատճառները, դրա վերացման անհրաժեշտությունը որպես այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ պայքարի գործիք։ Գարեգին Չուկազյանը ներկայացրեց նախախորհրդանի կողմից մշակած իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որը հենվում է իշխանության գործող մարմիններին զուգահեռ մարմիններ ստեղծելու գաղափարի վրա եւ թույլ է տալիս ելք գտնել ընտրությունների կեղծման 20-ամյա փակուղուց։ Համաժողովին առանձնահատուկ շուք հաղորդեց կանադահայ հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի մասնակցությունը։ Նա առաջին անգամ ցուցադրեց իր նոր «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը։ Վերջինս պատմում է հայ մարդու կյանքի եւ համամարտկային արժեքների վերաբերյալ պատկերացումների ձևախեղման մասին, այս առումով բացահայտելով կոռուպցիայի հոգեբանական արմատները, երբ հայը նախընտրում է իր առաջ ծառացող խնդիրների լուծման անհատական այնպիսի ճանապարհ, որը հակասության մեջ է խմբային եւ ազգային ընդհանուր լուծումների հետ։ Համաժողովի վերջում ելույթ ունեցան հայկական վերածնունդ շարժման կանադական մասնաճյուղի անդամներ Զարե Ուզունյանը եւ Պերճ Մինասյանը։ Նրանք կանգ առան վերոնշյալ հիմնախնդիրների լուծման մեջ Սփյուռքի դերի եւ հետագա քայլերի վրա, նշելով, որ կա անհրաժեշտություն հայկական Սփյուռքի շրջանում ցույց տալու հայաստանյան ճգնաժամային իրականությունը։ Բանախոսները անդրադարձան նաև այն հարցին, թե ինչ ճանապարհներով կարող են տարբեր գաղթօջախներում ապրող մեր հայրենակիցները ներգրավվել այս շարժման մեջ։ Հաշվի առնելով համաժողովի նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքների ստացվող խնդրանքները, հունիսի 7-ին համաժողովը կիրականացվի նաև կանադական Մոնրեալ քաղաքում։ Հայկական վերածնունդ, Տորոնտո, Կանադա։ Ուրեմն ինչպես կտեսնեք, բավականին լուրջ սեմինարներ որ եղած է եւ առաջադրված ծրագիրներ ոչ միայն ախտաճանաչման դեսագետ է, այլ նաև թե ինչպես կարելի է առաջ կառնել այս բոլորին մանավանդ այն բաժինները, որ Գարեգին Չուկազյանը ներկայացուց նախախորհրդարանի ծրագիրները, որ որոշ ադենեմ իվեր գիրակորձվին Հայաստանեն ներս։ Ուրեմն հոս գլխավոր մի քանի գեդեր գա շատ արագ գուզեմ անդրադառնալ մեգը մեծակույն մտահոգություն անշուշտ ոչ միայն արդակախտի հարցն է, այլ Հայաստանի ամայացման, այսպես ասած, հարցն է, որտեվ դժբախտաբար այս անցնող ավելի քան 20 տարիներու ընթացքին դժբախտաբար մեր ժողովուրդը Հայաստանի բնակչությունը, որ ովև մեկ երկրի աբակայի գլխավոր հենարանները մեկն է, գիսով դադարգվեցավ։ Հայաստան գամայանա եւ աս ամայացումը բնականաբար ճամփա գփանա քալիք աղետներու այդ գիտակցությունը այսօրվնի մենք պետք է ունենանք որբեսի հետո չսենք եւ որ կատարված իրողության արժեվ գտնվենք եւ բարդություններ սկսենք գրել ասենք վասի հայու ճակատագիրեր ոչ հիմա գտնե պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել կարևոր մեկ ուրիշ կետ մոտ այդտեղ նշվեցավ
անհատականի եւ ազգայինի հարցն է։ Շփախտապար մեր մոտ այն դեսագետը գա կխոսենք առանց մեր խոսքերը կորզնականի վերածելու եւ կխոսենք որպես անհատներ առանց այդ անհատները կողքորիփելով հավաքականություն որպես ազգ մեր մտահոգությունները եւ լուծումներ մեր մտահոգություններուն լուծումներ գտնելու աշխատանքը դանելու ուրեմն հոս նաեւ այդ մեկը շեշտվեցավ որ եթե ամեն մեկ անհատ իսկապես գիտակցություն ունենա որ ինքը մեկ մասնիկն է այդ ազգին եթե ինքը թերանա իր անհատական բաժնի մեջ բնականաբար ազգն է որ պիտի դուժե որտեվ ազգը այդ անհատներու հավաքականությունն է եւ մյուս հարց անշուշտ սպիրկի մտածելակերպումը դարձած ցեղասպանության հարցն է ես խորին որ ասիմ անձնական դեսագետն է եւ նաեւ դեսագետներ on սեմինարի մեջ որ հագարակ ցեղասպանության ահավորության եւ մեր որա թողած աստեցության ժամանակն է այլևս որ մենք այդ բարդույթեն ցերպազատվենք որտեվ եթե առաջ կչառնենք անոր որ ինչ դեղի ունենա այսօր ներկայիս ուրիշ ցեղասպանությունը կամ անոր համազոր վտանգներու ենթակա մենք գտարնանք սպիրկը շատ մեծ դեր ունի այստեղ կատարելիք նկատի ունենալով որ Հայաստանի ներս ինչպիսի իրավագարկ կդիրե շփախտապար այնտեղ ոչ թադա իրավական համագարկը գործե ոչ իշխանությունները ժողովրդավար միջոցներով կկառավարեն երկիրը ուրեմն Հայաստանի քաղաքացին դժվարին պայմաններու մեջ է իր ընդվզումի խոսքը արտահայտելու գծով սպիրկը այս խնդիրները բեք չի ունենա այս խնդիրները չունի մեզի զարմացնողը այն է որ երբ Հայաստանին քաղաքական թեմքեր այստեղ կժամանեն սպիրկի զանազան համայնքները գայցելեն զարմանալիորեն շատ քաղաքավարի ցևով գտնունենք մենք զիրենք առանց որ մեր մտահոգությունները իսկապես հայտնենք իրենց որ ասենք որ այն ինչ որ իրենք այդտեղ գնեն այն ցևով որ երկիր կղեկավարեն ադի նաև կվնասե մեզի այստեղ հայ մնալու հայ մեր հայ ինքնությունը բահելու աշխատանքներուն ոչ միայն Հայաստանի գդգարացնե այլ նաև մեզ գդգարացնե ուրեմն մենք այլևս պետք է ցերպազատվենք այդ քաղաքավարի մոդեցումները եւ իսկապես տնենք հարցերը բոլոր այն քաղաքական ղեկավարներու որոնք կայցել են սպիրկ եւ դալու իրենց մեր դեսագետները եւ մեր մտահոգությունները երբ այդպես շարժենք մենք ավելի նաեւ զորացուցած կլանք Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները որոնք կբայքարին այս ուղությամբ հոնգան հիանալի ուժեր որոնք կգիտակցին այդ ահավոր վտանգին որ մենք կդիմակրավենք եւ բադիվ իրենց վերջին շրջանին մանավանդ երդասարտության մեջ մենք կտեսնենք շատեր որոնք իրենց ցայնը կբարձրացնեն այստեղ մենք պիտի ուզեինք նաեւ ցեզի ներկայացնել որովհետեւ քաղաքապար մգազմեք թե մենք Հայաստանի մեջ նաեւ ինչպիսի սերունդը մեջտեղ գուկա որ գիտակցի աղեդի ահավորության եւ իր խոսքը գուզե բարձրացնել բիդի ցեզի ցուցադրենք մոտ 10 րոպեյով քիչ բագաս դեսայերիզմը այն ելույթը որ նախախորհրդարանի վերջերս գազագերբած մեկ հավաքին ելույթ ունեցավ Գևորգ Սաֆարյանը եւ անգետ մենք արիթ ունենանք մի քանի րոպեևս անդրադառնալու բայց գուզեմ ամբողջությամբ հագարականոր մոտ 10 րոպե է գուզեմ ներկայացնել որպես իսկապես քաղաքապար մգազմեք թե ինչ են մտահոգությունները այդտեղ Գևորգ Սաֆարյաններու նման երդասարտներու ուրեմն դիտենք այդ տեսայրիսը նաեւ Հաջորդ մանախոսը այդ երիտասարդներից մեկն է անկոծում կամքով համար որը այլևս փրկիչների գալուստի չի հավատում եւ հավատում է որ միայն սեփական ուժերին ապավինելով կա փրկություն
Կաչին քաղաքացի Գևորգ Սաֆարյան։ Երբ ինձ առաջարկեցին ամբիոնից ելույթ ունենալ, ես անընդհատ մտածում էի, թե ինչից կարելի է սկսել, ինչով ավարտել, որովհետև մեր իրականության մեջ խնդիրները այնքան շատ են ու այնքան խորը, որ դժվարանում ես հասկանալ ինչից կարելի է խոսել ժողովրդի հետ։ Եվ որոշեցի երևի խոսել այն բանից, որը հանդիսանում է բոլոր խնդիրների հիմքը։ Մենք, որպես ազգ, դարեր շարունակ ապրելով օտարների լծի տակ, անընդհատ ոտնահարվել են մեր իրավունքները, անընդհատ մեզ նսեմացրել են, մենք սեփական բնորանում ջավուր ենք եղել, մենք անգամ ցեղասպանություն ենք տեսել, սակայն անընդհատ հայ մայրերը իրենց երեխաներին դաստիարակել են այն երազանքով, որ վաղը գալու է անկախ Հայաստանի օրը եւ վաղը լինելու է այդ Հայաստանը։ Եվ կարծես թե այդ Հայաստանը մենք ունեցանք, կարծես թե մենք ունեցանք մեր անկախությունը։ Սակայն անկախությունը ինքնանպատակ չէր։ Անկախությունը պետք էր հենց այն բանի համար, որ մեր իրավունքները այլևս չոտնահարվեն, որ մենք այլևս չնսեմացվենք, որ մենք այլևս որպես ազգ ինքներս որոշենք մեր պետության ընթացքը, մեր ճակատագիրը ու ապագան։ Սակայն այս ամենը չստացվեց։ Այսօր նախագահի աթոռը զավթած անձը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը գիտի, որ ժողովրդի 80%-ը դեմ է պարտադիր կուտակայինի մասին օրենքին, սակայն իրենք ընդունելու են այդ օրենքը։ Մենք մեր սեփական երկրում ջավուր ենք մնացել։ Մեզ շանտեղ չեն դնում։ Այո, շներեին չէ։ Իրենք ովքեր տանկերով եկան ու այդ աթոռը զբաղեցրին, ովքեր տանկերով տասնյակ մարդկանց վրայով գնացին եւ ոչ թե 10, որ այսօր անգամ ընդդիմադիր գործիչներ 10 զոհի մասին են խոսում, խոսքը Արտեմեկի մասին է։ 10 զոհ չի եղել, տասնյակ մարդիկ մեռան այնտեղ։ Մենք անցած տարի Բաղրամյան 26-ի առաջ մի պաստառ բացեցինք, որտեղ գրված էր, որ դուք ուրացել եք Մոնտեների արյունը։ Եվ իրոք նրանք ուրացել են։ Նրանք ովքեր որ խոսում են Արցախյան պատերազմից, նրանք ովքեր որ գլուխ են գովում իբրև թե մասնակցել են այդ պատերազմին, բայց մասնակցել են պատվալներում ու կաբինետներում, այլ ոչ թե ռազմաճակատում։ Նրանք ովքեր որ Մոնտեների անունից են խոսում, այսօր Վալոդյա Ավետիսյանին բանտարկել են, և նրանք ուրացել են այդ արյունը, բայց ես այսօր մեզ եմ հարցնում, իսկ մենք չենք ուրացել, մենք 20 տարի թույլ ենք տալի, որ մեզ նսեմացնեն, 20 տարի մեզ տրկացնում են, սրա համար էին զոհվել այդ մարդիկ, 6000 զոհ ենք տվել, 6000 ազգի սերուցքը կորուստ գնաց, սրա համար, որ ազատագրվենք թուրքի լծից, ռուսի լծից, չգիտեմ ում լծից, ու մտնենք օլիգարխների լծի տակ։ Մենք ենք ուրացել այդ արյունը, մենք, ու վաղթեուշ մեզանից յուրաքանչյուր այդ Մոնտեների մոտ գնալու է, ու ինչ ենք պատասխան տալու, որ ինչ կարող էինք անել, որ ենք փոքր ենք, քիչ ենք, մեր դեմ զենքով են դուրս գալիս, նրանց դեմ էլ զենքով դուրս եկան, բայց ոչ մեկ չասեց, որ իրենք քիչ են։ Ինչ ենք պատասխան տալու յուրաքանչյուրս ապագա սերունդներին, մեր երեխաներին ինչ ենք պատասխան տալու։ Երբ որ մեզնից կհարցնեն, թե դուք ինչ եք արել, որպեսզի մենք ապրենք ավելի լավ պետությունում, քան որ դուք եք ապրել, եւ ինչ եք պատասխանելու։ Նորից տկարամտություն, որ չենք կարող։ Մենք նորից մեր սերունդների առաջ վզներս դուր ենք կանգնելու։ Մեր ցեղասպանությունը շարունակվում է 20 տարից ավելի։ Մեզ քշում են սեփական երկրից։ Մեզ սեփական երկրում շան տեղ չեն դնում։
ու մենք դա հանդուրժում ենք, ուրեմն մենք ենք մեղավոր։ Այո։ Մենք ենք մեղավորը։ Ես չեմ պատրաստվում վաղը իմ երեխաների առաջ գլուխս կաղկանելու։ Ես չեմ պատրաստվում վաղը արդարանալու իմ զավակների առաջ։ Ես չեմ պատրաստվում փախնել այս երկրից։ Այս երկիրը դարեր շարունակ զոհեր ա տվել, այս ազգը զոհեր ա տվել, որպեսզի մենք ապրենք անկախ բոլորից, բացարձակ բոլորից, թե արևմուտքից, թե արևելքից, բոլորից։ Եվ նա այս սեփական թշնամուց, ներքին թշնամուց անկախ։ Ու եթե այս երկրից փախնող մարդիկ պիտի լինեն, եթե կհասցնեն փախնեն, դրանք պիտի լինեն, ովքեր զավթեցին մեր իշխանությունը, մեր բոլորիս, դա մերն է, իրանցը չի։ Եվ զավթեցին ոչ թե որ ուժեղ էին, զավթեցին որովհետև մենք գնացինք տուն։ Եվ պետք չի ոչ մեկին մեղադրել, որ զանգեց։ Չգնայք։ Այո, ասա։ Ես ապրել եմ այս երկրում, ու այս երկրում ես կամ իմ զավակի համար ստեղծելու եմ արժանապատիվ ապագա, կամ կզոհվեմ Բահրամյանի մատույցներում։ Ես ինքս կոչ եմ անում բոլորին, շատ է խոսում այն մասին, որ երիտասարդությունը պիտի սկսի պայքարել, բարեբախտաբար երիտասարդների մեջ կան մարդիկ, ովքեր որ պայքարում են։ Ես կոչ եմ անում բոլորին համախմբվել, այլևս դուրս գալ տներից, այլևս դուրս գալ ինչ-որ փոքր գործողություններից, իհարկե դրանք պարտադիր պետք են արվել, սակայն ժամանակն է արդեն պետական մասշտաբով բեռ վերցնելու, ժամանակն է արդեն ինքնառաջադրվելու, ժամանակն է արդեն առաջ գալու, որովհետև մենք ճիշտ է փոքր հաղթանակներ ունենում ենք, սակայն այս ռեժիմը ունենում է մեծ հաղթանակներ։ Եվ նրանց հաղթանակը չի նպաստում մեր ժողովրդին, նրանց հաղթանակը մեր ինքնիշխանության տապալումն է։ Եվ ես կոչ եմ անում բոլորիս, այլևս անգամ սեփական ընտանիքների հարցերը, սեփական անձի հարցերը թողնել մի կողմ, որովհետև եթե կործանվում է մեր պետությունը, ուրեմն կործանվում ենք մենք բոլորս։ Եվ անհնարին է խորտակվող նավում ինչ-որ մեկին փրկել, անգամ սեփական ընտանիքը։ Նավն է պետք փրկել։ Եվ ես կոչ եմ անում բոլորիս։ Մենք շատ ժամանակ չունենք, մի տարի մաքսիմում։ Հակառակ դեպքում սրանք մեր պետականությունը առհասարակ կկործանեն։ Մաքսիմում մի տարի ունենք։ Եվ կամ կկռվենք։ Իդեպ եթե պետք լինի կկռվենք բառից բուն իմաստով։ Իդեպ եթե պետք լինի կկռվենք զենքով։ Օրեր առաջ մեր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը այստեղից ոչ հեռու բացեց Միսակ Մանուշյանի անվան պուրակ, որը բոլորիս հայտնի է Մաշտոցի պուրակ անվանվան։ Նրանք այնքան տգետ են, որ չգիտեն անգամ ում անվան պուրակն են բացում։ Եվ այսօր ես մի ռեպորտաժի ժամանակ ասեցի, մեզ համար Միսակ Մանուշյանը օրինակ է, բայց ոչ նրանց համար, որտեղ նրանք այն ֆաշիստներն են, ում դեմ որ պայքարում էր Միսակ Մանուշյանը։ Միսակ Մանուշյանները մենք ենք։ Եվ նրանք չեն հասկանում ում անունն են շոշափում։ Եվ այո արդեն ժամանակն է եկել և Միսակ Մանուշյանների, և Թելերյանների, և Ասալայի, ու եթե պետք լինի ուժով կկռվենք։ Գևորգ Սաֆարյանը մոռացավ ասել ամենակարևորը, որ ինքը որպես օրինակ արդեն ինքն առաջադրվել է Ալենջանքային խորհրդարանի պատգամավոր որպես։ Մեկնաբանության չի կարող իր հավանաբար Գևորգ Սաֆարյանի այս ելույթը,
վստահ եմ ծեր վրա այն խոր ազդեցությունը թողեց ինչ որ մեր վրա կմնա ամեն մեկերնից գիտակցիլ այդ իրականություններում որ բարձեցինք այնտեղ հարցը անձնականեն անտին է մենք համազգային աղետի առջև կգտնվենք եւ աշխարհով մեկ եւ մեր բարդականությունը պետք է սեփենք այդ գիտակցությունը ունենանք մենք որ առնվազն մենք պետք է թիգունք կանգնենք Գևորգ Սաֆարյաններուն նմաններուն որոնք հայրենի հողի վրա կբայքարին հանուն մեզի նաեւ հանուն մեր աբակասերունտներուն որ հայ մնանք Հայաստանի աբական հույսը Գևորգ Սաֆարյանի նմաններու մեջ կգայանա անոնք է որ բիդի գերդեն այն Հայաստանը որ մենք մինչեւ մագերազեինք բայց դժբախտաբար չկրցանք ունենալ անցնող 20-25 տարիներու ընթացքին գիտակցությունը այդ բադասխանատվության գիտակցությունը պետք է ունենանք այլևս որ չենք կրնար մեր աղետներուն մեր դժբախտություններուն լուծումը ուրիշ են սпасել մենք պիտի դանք լուծումը մենք չենք կրնար բահանչել ռուսեն ամերիկացիեն ասկե անգե որ մեզի օգնեն կամ մեզի օգտակար հանդիսանան որտեվ օդարը իր հաշիվները բիլունա որ կմոտենա մեզի մենք պիտի գիտակցենք որ մենք մեր ցերկով է որ ինչպես ամեն մեկ անհատ իր ընտանիքը կբահե եւ գիտագից է որ իր բադասխանատվությունն է անիկա ուրեմն պետք է նաեւ մենք գիտակցենք որ որպես անհատներ մենք բարդավոր ենք մեր բեդության մեր ազգի աբական ապահովել ծառայել անոր բարելավման անոր զարգացման եթե այս գիտակցությունը մենք չունենանք եւ չդրսևորենք ծրագիրներով ապա հերթական անգամ պիտի գրենք նույն դժբախտությունները բարդություններ որ ունեցած ենք այլևս ժամանակն է 21-րդ դար մտածենք բամուջան օրինակը մեր արժև է պետք է այլևս սկաստանանք եթե իսկապես մենք կուզենք արժանավայել աբակամը գերտել հայության համար մենք դեռ արիտներ կունենանք այս մասին արտահայտվելու որտեվ այն դեսագետները այն քաղաքարները որ Գևորգը արտահայտեց այնտեղ պետք է թրոշմվին ամեն մեկ մարդու մտքին մեջ եւ ադիգա ունենա իր կորցնական հետևանքը որ պետք է այդ մտահոգություններուն հարմար արարքներ քայլեր առնենք եւ բարեփոխտաբար Հայաստանի մեջ այդ ուղղությամբ աշխատանք կդարվի ուրեմն մենք դիգուն կանգնենք բոլոր անոնց որոնք գուզեն արժանավայել աբակամը բարգեվել իրենց զավակներուն եւ այսպիսով ունենալ այն Հայաստանը որ մենք երազած ենք այսքանով գավարդենք մինչև մեր հաջորդ հանդիպում ամենայն բարիք ցեզի